Ողջույն ձեզ։ Այսօր Հայաստանում տեղի է ունենում մի process, որը շատերը չեն նկատում, իսկ նրանք, ովքեր նկատում են, չեն հասկանում դրա դասակարգային իմաստը։ Խոսքը ռեֆորմիզմի մասին է, այն քաղաքական մեխանիզմի, որը պահում է հասարակական դժգոհությունը վերահսկելի, թույլ չի տալիս, որ ծնվեն հեղափոխական կառույցներ եւ պահպանելու է կապիտալիստական համակարգը, նույնիսկ երբ այն գտնվի խորը ճգնաժամի եզրին։ Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման մասին, 2 տարուց անցում կատարելով 1.5 տարվա։ Հնչում է որպես բարեփոխում, որպես սոցիալական առաջընթաց, բայց իրականում սա ունի շատ ավելի խորքային պատճառներ։ Այս վիդեոյում մարքսիստական տեսանկյունից կտեսնենք, թե ինչու է Փաշինյանի քաղաքականությունը ռեֆորմիստական, ինչու է դա խնդիր աշխատավոր դասի համար, եւ ինչու են լիբերալ ու կոնսերվատիվ ընդդիմությունները բացարձակ անկարող իրական այլընտրանք դառնել։ Կապիտալիստական համակարգը երբեք չի գործում առանց ճգնաժամերի։ Երբ ճգնաժամը մոտենում է, իսկ աշխատավոր դասի դժգոհությունը բարձրանում է, մի պահ է գալիս, երբ հեղափոխությունը դառնում է իրական հնարավորություն, եւ հենց այդ պահին իշխող դասակարգը գործի է դնում ռեֆորմիզմը։ Պարզ պետք է լինի մի փաստ, որ էթիոլոգիապես ռեֆորմիզմը ու հեղափոխությունը տարբեր ուղիներ են, եւ որ ռեֆորմիզմի քաղաքականության հիմքում ընկած են հեղափոխության կանխումը, վատ տրամադրության մեղմացումը, իսկական պայքարի սպանումը։ Այս մեխանիզմը դասական է։ Օրինակ Ռուսական իմպերիա 1905 թվական, երբ լարվածությունը հասավ իր գագաթնակետին, ցարական բացարձակ միապետության պատճառով, որի օրինակն էր դեկտեմբերյան գնդակահարությունը, եւ ժողովուրդը գտնվում էր հեղափոխության լարվածության մեջ։ Նախաշեմին երևում էր փետրվարյան հեղափոխությունը, եւ երբ Մոսկվայի, Պետրագրադի եւ մյուս ինդուստրիալ կենտրոնների աշխատավորությունը ընդվզում էր, ցարական վարչակարգը դիմեց ռեֆորմիզմին, բաց թողնելով հոկտեմբերյան մանիֆեստը, որը հռչակեց Դուման, որը իբրև պետք է տար բարեփոխումներ, իրականում ոչ։ Հեղափոխությունը կասեցվեց, չնայած եւ 2 տարվա ընթացքում։ Սառը պատերազմի տարիներ։ Արևմուտքում սոցիալական պետությունների ձևավորումը, օրինակ արհմիություններին տեղ տալ հասարակատնտեսական ասպարեզում, կատարում էր ոչ թե ժողովրդի հանդեպ սիրուց, այլ սոցիալիստական բլոկի եւ կոմունիստական հեղափոխության ազդեցությունը նվազեցնելու համար։ Նույնը տեղի է ունենում նաեւ այսօր։ Հայաստանի իշխանությունը խնդիր ունի կանգնեցնել սոցիալական դժգոհությունը, որը մեծանում է պատերազմի պարտության, տնտեսական ճնշման, արտագաղթի, թանկացումների եւ անվտանգության անկայունության պայմաններում։ Եվ այստեղ ՀՀ վարչակազմին օգնության է գալիս ռեֆորմիզմը զինծառայության կրճատման տեսքով։ Դա արվում է ոչ թե աշխատավոր երիտասարդի կյանքը բարելավելու համար, այլ հասարակական լարվածությունը թուլացնելու, իշխանության վարկանիշը պահելու ապագա 2026 թվականի ընտրություններին եւ իրական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար։ Որպես քաղաքական գործիչ Փաշինյանը շատ լավ հասկանում է, ինչ թեմաներ են հուզում աշխատավոր դասին։ Նրա ընտրազանգվածը ներառում է պրոլետարիատը, լյումբեն պրոլետարիատը, գյուղացիական մանր բուրժուազիան, մի շարք օլիգարխներ, որոնք ազդում են մարզային կառույցների վրա։ Սա Հայաստանի բնակչության իրական մեծամասնությունն է, եւ Փաշինյանի ուժը հենց նրանում է, որ նա վերցնում է այս օրակարգը, որը պետք է ունենա հեղափոխական ձախ կառույցը, դարձնում է այն մեղմ, անվտանգ տարբերակ եւ տալիս է միայն այն չափով, որքան անհրաժեշտ է ընտրազանգվածին կառավարելի պահելու կամ դարձնելու համար։ Այսպիսով, աշխատավոր դասը մնում է իշխանության կողմում, իսկական դասակարգային պայքարը մղվում է երիտին պլան։ Կոմունիստական ուժերի էլեկտորատը նոսրանում է։ Այս ամենը չի կատարվում պատահական։ Սա լուրջ հաշվարկված քաղաքականություն է։ Հայաստանում ձախ ընդդիմությունը այսօր ճգնաժամում է։ Սա լրիվ առանձին խոսակցության թեմա է, բայց աջակողմյան ընդդիմություն ունի 2 ճյուղ՝ լիբերալներ եւ կոնսերվատիվներ։ Լիբերալները ապրում են ուրիշ իրականության մեջ, ինչ են նրանք առաջարկում, ապագա առանց Ռուսաստանի, ավելի արևմտյան ինտեգրում, հանդուրժողականություն ու մարդու իրավունքներ։ Սա ինքնին վատ չէ, բայց այս առաջարկները կտրուկ հակադրում են հայկական հասարակության սոցիալական կառուցվածքին։
Հայաստանում հասարակությունը ավանդական է, տնտեսությունը կախված է միգրացիայից եւ արտաքին ներդրումներից, եւ աշխատավոր դասի առաջնային խնդիրները ոչ թե իրավունքներն են, այլ աշխատավարձը, անվտանգությունը եւ սոցիալական վիճակը։ Հենց այստեղ է խաղից դուրս մնում լիբերալ ընդդիմությունը, նրանց էլեկտորատն էլ սուղ է։ Մի փոքր ուսանողություն, ինտելիգենցիայի հատվածներ եւ արևմուտք նայող բիզնեսմեններ։ Եվ ամենակարևորը, նրանց իրական այլընտրանքը Փաշինյանից չի տարբերվում, բացի մասշտաբներից։ Եթե լիբերալները կտրված են իրականությունից, ապա կոնսերվատիվները փակված են անցյալում։ Նրանք խոսում են ժողովրդի հետ վերևից, իբրև ժողովուրդը իրենց սովորական ճորտն է։ Նրանց հիմնական թեզը մնացել է նույնը. ընտրեք մեզ, եւ մենք կվերադարձնենք Արցախը։ Բայց 24-25 թվականների աշխատավոր դասը հոգնել է այս ռետորությունից, հոգնել է պատերազմի անցյալում լարվածությունից, ոչ միայն հոգնել է, նա գիտակցում է, որ հենց այդ նույն կոնսերվատիվներն էին իշխանության 98-ից 2018 թվականներին, եւ հենց նրանց կառավարման օրոք ստեղծվեցին այն տնտեսական, սոցիալական եւ կոռուպցիոն խնդիրները, որոնց պատճառում երկրում հեղափոխական իրավիճակ ծնվեց, եւ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Այսօր նրանց ընտրազանգվածը քաղաքային միջին եւ մեծ բուրժուազիան է, օլիգարխիայի ներկայացուցիչներն են, որոշ ուսանողներ եւ քաղաքային ինտելիգենցիայի ներկայացուցիչները։ Բայց լայն մասսաները նրանց այլևս չեն վստահում։ Նրանք չունեն այն ռետորիկան, այն լեզուն, որով խոսում է Փաշինյանը, պարզ, հասկանալի եւ սովորական մարդու լեզվով։ Ռեֆորմիզմը վտանգավոր է միայն մեկ պատճառով։ Այն կեղծ զգացում է ստեղծում, որ կյանքը կամաց դանդաղունով լավանում է։ Բայց իրականում աշխատավոր դասի շահագործումը չի նվազում։ Տնտեսական կառուցվածքը չի փոխվում։ Կապիտալիստական իշխանությունը չի թուլանում, իսկ իրական հեղափոխական կազմակերպությունները մնում են թույլ վիճակում։ Արդյունքում կյանքը փոխվում է, բայց ոչ երբեք աշխատավորի օգտին։ Փոփոխությունը դառնում է պատրանքային, իսկ հեղափոխական էներգիան մարում է։ Սա է ռեֆորմիզմի նպատակը։ Ոչ թե աշխատավորին օգնելը, այլ աշխատավորին քնեցնելը, զերծ պահել իրական հեղափոխությունից։ Հայաստանում այսօր կա իշխանություն, որը մանևրում է ռեֆորմներով։ Կան լիբերալներ, որոնք կտրված են իրական հասարակական պահանջներից։ Կան կոնսերվատիվներ, որոնք դեռ ապրում են 2000-ականների խոստումների մեջ, իսկ աշխատավոր դասը մնացել է առանց ուժեղ ձախ քաղաքականության։ Եթե աշխատավորները չունեն կազմակերպված հեղափոխական ուժ, ապա ռեֆորմները դառնում են ընդամենը փոքրիկ կոսմետիկ փոփոխություններ, որոնք ժամանակավորապես փակում են իրական խնդիրները, բայց երբեք դրանց լուծում չեն տալիս։ Հետևաբար, եթե ուզում ենք իրական փոփոխություն, պետք է հասկանալ, որ ռեֆորմիզմը ոչ թե ելք է, այլ արգելակ։ Դասակարգային պայքարը միակ ճանապարհն է հաղթահարելու ռեֆորմիզմի պատրանքը։